Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Ողջույն բոլորին, Շանթ հեռուստաընկերության եթերում X-Factor հեռուստաշոուի օրագիրն է։ Անցյալ օրագիրը մենք նվիրեցինք Արթուր Ալեքին, իսկ այսօր օրագիրը կնվիրենք Սրփուհի Սարգսյանին։ Գնացինք։ Սրփուհի Սարգսյան։ Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ երկար ժամանակ ընդհատումներից հետո խոսելու, իմ տպավորությունները կիսվելու, որովհետև երկար ժամանակ մնացել է իմ մեջ ու ես չեմ արտահայտվել, չեմ պատմել X-Factor-ի այն տպավորությունների մասին, որ ստացել եմ։ Ասեմ 16 տարեկան է, երբ որ ես եկա մասնակցելու ու իմ համար այդ ժամանակը մի քիչ շատ դժվար ժամանակաշրջան էր, որովհետև ես մտածում էի գնայի թե ոչ, որովհետև իմ կյանքում նույնս դեպքեր էին պատահել, որ ես չէի կարող մտածել դրա մասին, բայց որոշեցի թաքուն գալ մասնակցել, եկա հայտագրվեցի, նախընտրական փուլը անցա, հետո գիտեի, որ գալու եմ մի ելույթ, որտեղ արդեն ծնողներս ականատես կլինեն եւ չէի կարող խաբել, ստել, ասել, գիտեք, ես պետք է ասեի, արդեն ժամանակն է, ու ասացի, որ նախընտրական անցել եմ, գալու եմ մի ելույթ, որտեղ արդեն հեռուստացույցով ցույց կտան, ու այդպես մասնակցեցի, երգեցի CI Soon Will Be Found երգը, որ ինձ, չգիտեմ, այդ երգը ինձ համար, չգիտեմ ինչ դարձավ, այցեքարտ երևի թե ու բոլորը ասում էին որտեղից ես պեղել այդ երգը, որտեղից, ասեմ, որ երկար ժամանակ փորփորում էի երգ կատարեմ, YouTube-ով որոնումների մեջ էի եւ հիշեցի, որ ինչ-որ CI երգչուհի գիտեմ, էլի YouTube-ով ինքը այդքան հայտնի չի Հայաստանում ու գտա ու իր վերջի տեսահոլովակը դիտեցի, որը ինձ շատ դուր էր եկել ու որոշեցի, որ հենց այդ երգն է պետք է երգեմ ու ինքը հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ է ու շատ լավ կարող եմ ներկայացնել ու այդպես Երկեցի եւ շատ մեծ հավանության արժանացա ժյուրիի ազնագազմի կողմից ու անցա Մենակ ճաշակդ արդեն բրավոյի է արժանի, իսկ կատարելդ այդ երկրորդ կեսն է, որի մասին պետքա խոսանք, ապրես։ Այսօր խոսեմ իմ լավագույն կատարած երգերի մասին, իմ տպավորությունների մասին։ Ամենատպավորված ելույթը եղել է Ես կուլամ երգը Դորյանս խմբի։ Ես այդ երգը վաղուց հավանել էի, չէի կարծում, որ կգա ժամանակ, որ առիթ կընձեռվի ու ես կերգեմ։ Mura
շատ ուրախ էի, որ Գարիկին ընտրել էր այդ երգը ինձ համար ու իր շոու բեմադրությունն էր ինձ ավելի շատ գրավել։ Մարդկանց դուրը շատ էր եկել, հավանությունը մեծ էր ու դա ինձ ստիպեց, որ ես կարծեմ, որ դա իմ ամենալավագույն կատարումներից մեկն է։ Երկրորդ գալահամերգում ես կատարեցի Քրիստինա Ագիլերայի You Lost Me երգը, հենց այդ ելույթն էլ ինձ ստիպեց, որ ես հուզվեմ բեմի վրա, ու Եվի այն երգն էր, որը ես կարողացա լավ ներկայացնել, այնպես ներկայացնել, որ շատ մարդիկ, թվով շատ մարդիկ հուզվեն իմ կատարումից։ Երրորդ գալահամերգը եղավ ավելի ագրեսիվ, մի քիչ, դրանով էր տպավորիչ, Aerosmith-ի Dream On երգը երգեցի, ռոք լսողները շատ հավանեցին Dream On կատարումս եւ ասում էին, որ շատ գեղեցիկ էր ամենից ստացվել։
X-Factor-ից հետո տեղ ունեցան բազմաթիվ համերգներ, որին ես մասնակից եմ եղել, շատ հետաքրքիր դեպքեր եմ պատահել, համերգով շրջագայության էին գնացել Պարսկաստան, որտեղ հիանալի երկու համերգ ունեցանք, թե X-Factor-ի, թե Superstar-ի մասնակիցներով էին գնացել, մի խումբ երգիչ-երգչուհիներով, շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք եւ բազմաթիվ տարբեր, օրինակ Հայաստանում տարբեր մարզերում բազմաթիվ համերգներ են ունեցել, միջոցառումների մասնակցել եմ ու նաեւ երգում եմ տարբեր ակումբներում ներկայումս ու եթե մարդիկ կան ովքեր ուզում են ինձ լսել, կարող են գալ եւ տեղեկանալ որտեղ եւ գան տեսնեն թե ես ինչպես եմ երգում։ Բոլոր նրանք, ովքեր որոշել են մասնակցել երկրորդ X-Factor նախագծին, պետք է նախ իմանան ինչի համար են գալիս, ձգտում պետք է լինի նախ առաջինը, հավաքված լինեն, բեմի վրա ցույց տան իրենց տաղանդը, ինչքանով իրանք կան, որովհետև մի 4 րոպե է տևելու քո բեմ գտնվելը եւ պետք է դա լինի ամենալավ քո կատարումը ու ամենատպավորիչը։ Եվ ասեմ մի գաղտնիք, պետք է առաջինը միշտ լինի ամենատպավորիչը, որովհետև դրանից շատ բան է գալիս։ Ես նշեցի, որ ամեն մարդ, ով պետք է մասնակցի, պետք է իմանա ինչի համար է գալիս։ Ես փոքր կիսում եմ, ես եկել եմ նրա համար, որ մի քիչ ծրվեի, ինչ որ իմ կյանքում ուներ մի հետաքրքիր բան, որտեղ հոգնել էի այն ինչ որ կար ու որոշեցի գալ մասնակցել։ Ասեմ, որ իմ նպատակը գալու նաև այն չէր, որ պետք է հաղթեմ անպայման, բայց հետո գնալով, որ փուլեր անցնում էի, մտադրություն կար, ինչու ոչ չհաղթել, որովհետև եթե հաղթեի, դա իմ հաղթանակը չէր լինելու էր իմ հարազատների, որովհետև ուզում էի իրենց ուրախացնել, ոչ թե ինձ, այս դեպքում, որովհետև իրենք ինձնով շատ էին ուրախանում։ Ես գիտեի, որ ինչքան դժվարություններ, որ իրենք ունեին այդ ժամանակ, մի փոքր ես կարողանում էի ինձ անել, որ իրենք մի քիչ շեղվեին այն ամեն ինչից, ինչ որ կա։ Ու ես հենց ուրախ եմ մենակ դրա համար, որ այս X-Factor նախագիծը թույլ տվեց, որ ես կարողանամ գոնե այդ ժամանակը ավելի հանգիստ անցնել ինձ մոտ, ավելի հետաքրքիր, որովհետև եթե չլիներ այս իմ համար ավելի ծանր կներ այն ինչ որ ես ունեի, չեմ ասում, չեմ բացահայտում ինչ որ կար, դա այդքան է կարևոր չի, որովհետև դա իմ անձնական կյանքն է, բայց ես միշտ չգիտեմ ինչու մտածում եմ, որ ճիշտ չէ հեշտ տարբերակ ընտրելը։ Ես գիտեմ, որ այդ ժամանակ 16 տարեկան եմ, միգուցե արել եմ շատ սխալներ եւ հիմա ասում եմ բոլոր այն 16 տարեկան մասնակիցներին, ովքեր թեկուզ եւ 17, ովքեր պետք է գան մասնակցեն, միգուցե իրանք շատ բաներից տեղյակ չեն եւ ես կարող եմ խորհրդի միջոցով ասել իրենց, փոքրիկ խորհուրդ տալ, որովհետեւ իրենք չգիտեն ինչ է իրենց սպասվում, իսկ ես անցել եմ այդ ուղին։ Ես կարող եմ իրենց ասել, որ պետք է ավելի լինել հավաքված ու իմանալ, որ դա իսկապես լուրջ նախագիծ է, չվերաբերվել դրան ինչպես, ինչ որ, չգիտեմ, ուղղակի համերգի, որ պետք է նախապատրաստվել, որովհետև դրանից շատ մեծ բան է կախված, հետագայում ինչ կլինի քեզ հետ ու չգիտեմ, ես շատ լուրջ էի վերաբերվում։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, իսկ մենք կհանդիպենք արդեն երեքշաբթի օրը X-Factor 2 հեռուստաշոուի շրջանակներում, որտեղ ձեզ կներկայացնենք նոր մասնակիցներ եւ նոր տաղանդավոր երեխաներ։ Հաջողություն։